զայլապ է, պարենալ անել։ Կներկայանաք նախ։ Նահապետյան տարոն հավաքի մասնակիցներից մեկը, հասարակ քաղաքացի, ուսանող, իրականում այս ֆորմատում ինձ թվում է որպես քաղաքացիական հասարակության անդամ կարելի է մեր խոսքը փոխանցել եւ լրատվամիջոցներին ինքս հետևում եմ հենց ձեր երկուսի, 20-ականների խոսքս հետևյալ ձևով փոխանցել, կապված հավաքին կա երկու հասարակական կարծիք, մեկը որ եվրոպական երկրների ներկայացուցիչները եկել են Հայաստան եւ չպետք է նրանց գործունեությանը խոչընդոտել, Հայաստանը ի վերջո զարգանում է։ Եվ կա երկրորդ կարծիք, որ այո, Հայաստանը զարգանում է, բայց կա դրա հետ մեկտեղ նաև այլ խնդիրներ, կապված քաղաքաբանտարկյալների եւ այդ թվում նաև Բաքվում գտնվող այլ ռազմագերիների։ Եվ եթե այդ հարցերը հանրային իշխանության կողմից պետական մակարդակի վրա դրված չեն եւ չեն համարվում առաջնահերթություն, այդ պարագայում խաղաղ առանց զենքի հավաքների միջոցով պետք է փորձենք մենք իրազեկել։ Եվ այդ պարագայում ես ինքս որպես հավաքի մասնակից գտնում եմ, որ մենք կարող ենք օգտվել սահմանադրությամբ ամրագրված մեր իրավունքից եւ գոնե կազմակերպել այս տեսակ հավաքներ։ Հասարակության այն հատվածին եմ ուզում դիմել իմ խոսքով, ովքեր կարծում են, որ հավաքներ կազմակերպելով մենք ապականում ենք եւ այսպես ասած սկսում ենք թուլացնել եւ զարգացումը կանգնեցնել Հայաստանի Հանրապետության, բայց ես կարծում եմ եւ գտնում եմ որպես հավաքի մասնակից, որպես ուսանող, որպես քաղաքացի եւ որպես հայնասեր անձնավորություն, որ հավաքները դրանք ուղղակի, այսպես ասած, պաթետիկ խոսքերի վայր չեն, այստեղ գտնվում էին բոլոր քաղաքաբանտարկյալների եւ ռազմագերիների լուսանկարները, այդ թվում նաեւ իմ հորեղբոր լուսանկարով այս պահին համարվում է քաղաքաբանտարկյալ։ Եվ այս Իգոր Սարգսյանը, ով համարվում է Արցախյան առաջին պատերազմի, երկրորդ եւ երրորդ պատերազմի մասնակից, հերոս եւ այդ թվում նաեւ երկարամյա քաղաքական գործունեություն ցավալող անձնավորություն, ով ցավոք այս պահին գտնվում է տնային կալանքի եւ վարչական հսկողության ներքո եւ բացի դրանից ես գտնում եմ, որ սա այն յուրատուկ հնարավորություն է, որ կարելի է դիմել եւ ինչու հենց այս վայրում ես նաեւ լսեցի կարծիքներ, որ այսպես թե այնպես իրանք վերում գտնվում են մեր ձայնը կամ այդտեղ ներքև բացառվելով հնարավոր է ինչ որ օգուտ չտա, ես կարծում եմ, որ գոնե այս վայրից դիմելը ինչ որ արձագանքեր կտան, որովհետեւ այլ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ Ռուսաստան, Ուկրաինա եւ այլն հասարակ քաղաքացիները եկել եւ հարցուպատասխան էին մեզնից անում, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, թե ինչու համար այս ամենը կազմակերպվել։ Այսինքն մենք կարողացել ենք արդեն իսկ ինչ որ լայն արձագանքի բերել։ Իհարկե ցավում եմ, որ հանրության մեծ հատվածը չմասնակցեց, մոտ 500-ից երևի 1000 անձնավորություն մասնակցեց, բայց կարծում եմ, որ սա շարունակական կլինի։ Շնորհակալ եմ ձեզ, որ այս խոսքը կարող ենք ինչ որ մի ձև հասցնել հանրությանը։